Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Այսօր մայիսի 28-ն է Միացյալ Նահանգներում եւ խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Նախ ասեմ, որ 18+ այդպես համարենք։ Ուրեմն կապված է սովա պարադի հետ։ Ես սպասում էի պարադ, պետք է տենամ գոնե 99 թվականի պարադին մոտիկ կամ նախկինում տեղի ունեցած շքերթներին մոտիկ շքերթ։ Բացարձակապես ես այդտեղ նորմալ շքերթը չտեսա, մենակ մի բան հասկացա այդ ուշադիր նայելով, որ վարչապետ Բոզի տղեն միկրոֆոնից 100%-ով կզղնմա։ Խենյաթլմատ խնդրում եմ վերցրեք նայեք, դա միկրոֆոնով խոսելու ժամանակ միկրոֆոնը ոնց է կսն իա շրթերին, իա սեռական շրթերին, այսինքն դա նորմալ չի, ասենք ոչ մեկի միկրոֆոն չտալի, պարանը բացում է պաշտպանության նախարար գլխավոր շտաբը, դրանք են խոսում, չէ յակլերի փոխած ինչ-որ մենակ այդ պիկապ, ինչևից է, ժողովրդի հետաքրքրությունը ես նկատեցի, որ պարադի նկատմամբ մեջ չէր, խայտարակություն, ինչ-որ նախընտրական եսիմինչ, բայց ամենահետաքրքիրը նա է, որ ուրեմն նորից ելել է Նիկոլ Բոզի տղեն նախորդ ընտրության նման հայտարարում է ընձի մանդատ պետք, որ ես կայանամ Դոդին ու Քոչարյանին դատեմ։ Բոզի տղա, քեզ նախորդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը կուտը կերավ քո հիստերիկ ելույթով։ Պողպատե մանդատ էիր ուզում, պողպատե մանդատ տվեց, տունը ծծծնեմ պողպատով։ Քանի հոգու դու դատեցիր կոնկրետ պատժաչափով, ազատազրկումով, 8 տարի դու իշխանության ես, պոռնիկի վաստակ, 8 տարվա մեջ նախկիններից ում ես դատել, խնդրում եմ հրապարակային հանի կողի, մարդկա լուծ ասա տեսեք, խոսքի օրինակ, նախարար Էսինչյանը նստավ 5 տարի, պրեզիդենտ Էսինչյանը նստայլ է մինչև հիմա, փոխնախարար Էսինչյանը, չգիտեմ, այդ Սաշիկը, այդ Սերժի Վաչո, Գասպարյան Վովա, Արշակսաղին աստվածի իրար, մանդատը տվեց, քեզ ժողովուրդը մանդատը տվեց, քեզ թվում է նորից, ինչքան է որ երկու հատ մամայացած հրած բլոգեր, թութու լավա մեկ էլ բադիշապի գեսվիցի, ով են այդ պոռնիկի վաստակները, նայում ես վրեկը մարդու սիրտը խառնան, այդ մամայացած հրածները, ինչքան է որ քեզ հլմ կովում են, մի հատ էլ կողից նրան կպնում են, այս լրագրողին, այն բլոգերին, որոնք որ հելե օբյեկտիվորեն քո տուն ու տեղը ծծծնում են, այդ Բոզի ստղեկը, ես խոստանում եմ, որ Հայաստանի անուշ ապերները թութու լավային թքելու են իրանց սեռական օրգանի վրեն ու կողելու են թութու երետևից թքելով թութու լավայի բենի մեջ ասել խորքից ծծի, որ այդ Բոզի տղեն հելում են սրան, նրան, հիմա նշանակություն չունի, որ սրանք կպնում են կարողա քոչանական լրագրողի, սրանք կպնում են կարողա տաշիրական լրագրող, այսինքն այն լրագրողների կամ այն բլոգերներին, որոնք որ օբյեկտիվորեն ծծծնում են քեզ։ Եթե տաշիրականները, եթե տաշիրը, Ռոբիկը, Բոզի տղա Դոդը չեն պաշտպանում իրենց, այսպես ասած, աջակիցներին, ես հիմա իմ փեշերեն ժողովրդական լեզվով ասած իմ թևերը թռում եմ բոլորի վրա, ում որ այս երկու պոռնիկի ծնողները կպնում են, եթե քեզ թվում է դրանք, սրան նրան կպնելով կարող են թոմատ ընտրազանգված ապահովել, որ նորից ժողովուրդը, այս անգամ արդեն ոչ թե միամտաբար, այլ ոչ խարաբաշ պիտի գան քո նման Բոզի տղուն հավատան եւ ընտրեն, ասում է Դոդի Գագոն ինաստրանի ագենտ է։ Դոդի Գագոն Բոզի տղա է, Դոդի Գագոն ինաստրանի ագենտ չի կարելի, Դոդա։ Ու էնի արդեն քո հետ պայմանավորվել է, որ եթե հանկարծ մտավ պարլամենտ եւ իրան պակասեց քեզ ավելի շուտ, ինչ որ մի քանի տոկոս ձայն իշխանություն ձևավորելու համար, նա միանալու է քեզ։ Նա միանալու է քեզ, այդ գաղտնի ինֆորմացիային ես արդեն տիրապետում եմ, փոխարենը դու իրան պիտի տաս, իա երանելի ԿԳՄՍ-ն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Էդի քո եւ Դոդի պայմանավորվածություն, այդ որ քեզի տանեմ կսմայա առուձի վանդակը, չգիտեմ փղերի վանդակ եւ այլն, այդ շոուն թարգեք։ Դու ասում եմ ձերը պիտի մանդատ տնի, որ ես Դոդին պատժեմ, տունը ծծծնեմ, հիմա դու գործող վարչապետ ես, բա զավոդը զիրես վերցնել 8 տարի։ Դու Դոդի Գագոյի տղուն հիմա տալ բանակ, քիչ ես ստանում հիմա բանակ, արա։ Բանակ գնալու համար էլ մարդուն բանակ զորակոչելու համար պիտի սահմանադրություն փոխես, էդ էլ է Ռոբերտ Քոչարյան, ով թողեց որ Դոդի Գագոյի տղեն հլի էթա։ Արա հերիքա այ պոռնիկի վաստակ թրկա հպատակ Բոզի տղա, դու հլնես հավայի տեղը ղժղժաս ու
տպավորություն ստեղծեց ու ժողովուրդը քեզ հավատում է։ Ինչքան էլ կողից, դեսից, դենից, պորնիկ, ագարկա, պարվաբոզ, քնտրում բերում եք, մեկը ծծերն առած թռնում վրետ, մեկը բդերն առած թռնում վրետ, տղես ազով է, հերս ազով է, ամուսինս ազով է, ես ատեսների տուն ու տեղը ծծցնեմ, որ զոհվածի ծնողը լինելով հանդես գալի փաթաթվա քեզ, մի մարդու ում գլուխը որ դու կերել ես, հասկանում ես, եւ հերիք խախես ժողովրդին։ Ինչ մանդատ, արա մանդատ ձեր 8 տարի է ձեր մանդատ ամեն ասու օր պարլամենտում եղած ժամանակ դու Սաշիկ էիր գրլում։ Ինչ եղավ Սաշիկը։ Ինչ եղավ Սերժ Սարգսյանը, արդարացի շինիր մաքուր մարդ քո դատարանով դրից մի կողմ։ Ռոբերտ Քոչարյանը ինչ եղավ։ 200 միլիոն, չգիտեմ, դոլարի, դրամի վրան գույք պիտի բռնագրավեր։ Բռնագրավի տղա ջան, ով է քեզ բռնել։ Քեզ ժողովուրդը չի հավատում, բոզի տղա չի հավատում։ Այդ ձեր թատրոններին Տաշիրի հետ, Մյուսի հետ, Քոչարյանի հետ, Դոդի հետ որ խաղում ես, այդ 3-ին դրել ես թեմը, դու նրանց ես գրլում, նրանք քեզ են գրլում, դու նրանց ես գրլում, նրանք քեզ են գրլում, ասես ժողովրդին ուզում եք գցեք թուրի մայությունից, որ տեսեք, դաշտում մենք երկուսս ենք։ Դուք իմ խեռը կերել եք երկուսը, այդ սաղովդ, իմ եւ ամբողջ հայազգի։ Դաշտում կա Վարդան Ղուկասյան, նկատեք, չնկատեք, ուզեք, թե չուզեք, հա։ Դաշտում կա Վարդան Ղուկասյան եւ կլինի Վարդան Ղուկասյան։ Ինչքան էլ որ եկար սրանց խեռը ծծից, ինձ իմաստ է պահել են մինչև այդ ընտրություններն ավարտվի։ Դաշտում կա եւ կլինի Վարդան Ղուկասյան եւ Վարդան Ղուկասյանը ծծնելու է ձեր բոլորին հերթով, կարգով, ըստ ընթացակարգով։ Հասկանալի է։ Եվ հերիքը հալմես, չգիտեմ, դոդինս, չգիտեմ, դոդը մնում է դոդ, խոսքից հետ կանգնող, անպրինցիպ, վախկոտ Եվ ինչպես ինքն ասեմ, բոզի տղա։ Դոդով դու ժողովրդին մի խափի։ Հասկանալի է։ Եվ այդ քո այդ բոզի տղա բլոգերներով, այդ երկու այդ բորրեկացինները, աղբիս տղեկը։ Ես հիմա հորդորում եմ բոլոր այն բլոգերներին, որոնք որ վիրավորված են այդ երկու բոզի տղեկից, դարձնել Վարդան Ղուկասյանի ձայնայինը եւ տնեն, որ հանկարծակի չմտածեն, որ իրենք անպաշտպան են կամ հանկարծ այդ երկուսը գնան ինչ-որ գնացեք դատի տվեք, պիտի դեզի դատի տան։ Քեզի պիտի դատի տան։ Ագարկա կնիկը դու դա, էլի կորավ, էլի բարամով էլի գնա, հա։ Ցելի ժողովուրդ։ Ախր միացել են նայեք, էլի մի կողմը Քոչարյան Ռոբերտ։ Մարդասպան, թալանչի, այսինքն պետական հանցագործ, Արնախում դահիճ, մի կողմը Տաշիր, անգրագիտության մարմնավորում, խոսալ անգամ չգիտի, անգրագիտության եւ թզիբության մարմնավորում, այն մի կողմը Դոզի Գագո, ժողովրդին հայտնի Բոզի տղա Դոդի Գագո, տղեկին թրծել է Տաշիրի նման բանակցարայած, օլիգարխ, ժողովրդի արունը ծծող երևույթ, եւ մի կողմը թրքահապատակ Նիկոլ Փաշինյան, որտեղ դաժե ադրբեջանցիներ հալամասն են, պիտի Նիկոլ ընտրեք, թե չէ սաղից վերջը էս սալնելու ու ցույց են տալի մի երիտասարդի ոնց է խփում։ Ուրեմն ես ուզում եմ որ ադրբեջանցիները առավել եւս լսեն։ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու եւ ադրբեջանցիները հայ զինվորին տենալուց մկանցակը առնելու են 1000 թումանով։ Սիրելի ժողովուրդ, սիրելի երիտասարդություն, մինչև այս բոզի տղեկի գալը, ես խոսում եմ մինչև հոկտեմբերի 27-ից դաժե եւս մի 5-7 տարի այս կողմ, ելը որ Վազգենի, Մանվելի, մյուսների շորշոփը դեր կար բանակի վրա։ Հայ զինվորին տեսնելուց, ադրբեջանցի զինվորը հայ զինվորին առանց զենք տեսնելուց, ադրբեջանցի զինվորը փախնում էր կիլոմետրերով։ Գնացեք ձեր տնողներից հարցրեք 77, 79, 80, 82 թվական, մինչև այդ թվականի ծնվածներին, որոնք որ ծառայել են բանակում։ Հարցրեք դուք, որ բանակում ծառայում եք, հորոխբեր, պապա, քերի, եւ այլ, դուք զգում եք, որ ադրբեջանցի զինվորը կարա ձեր վրա իշխի, դուք զգում եք, որ Ադրբեջանը կարա ձեզ հաղթի։ Ախր Փառք Աստծո այդ սերունդը կա էլի։ Մենք ադրբեջանցի զինվորներին Ардանիշի 2-րդ, Ջինի 6, Ардանիշի 3-րդ պոստերից գազացրած էինք պահան։ Մեր ձեռքից եկած սովետական հին զենքերով, մեր դեշեկայով, կապևետեով, պեկայով, թուրք զինվորը կարար մեր դեմը լպտած։ Մեր բանակի բարեհոգեբանական իրավիճակի կոտրումը, փշրտումը, ավիրումը սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո մասարմազ, երբ եկավ իշխանության Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանը բանակը շինեց բիզնես, ծեցին մասսայական բանակից ազատվել, փողով ընկնել ստեղ, փողով ընկնել ընդեր, փողով չընկնել Ղարաբաղ, կամաց։ Մեծ հոտք ստացավ
բանակ չծառայելը, փողով ազատելը, հետո պատվաբերությունը։ Վերցրեք հանրապետական կուսակցությունը նայեք, Վեկալեք Սերժ Սարգսյանի, Թաթոյան, Աշոտյան, Շարմազանով, այդ բոլորին մի հատ ոչ մեկ բանակ չի ծառայել։ Սերժ Սարգսյանը սիրում էր եւ նախապատվությունը տալիս էր բանակ չծառայածներին, որովհետեւ տեսներին կառավարելը հեշտ էր, տեսների ուղեղը մտցնելը, որ պիտի թուրքեր բարեկամությունելը հեշտ էր։ Նիկոլ Փաշինյանը, Սերժի կադրը, Սերժի Փեսեն Միշիկը, չէ՞ որ Սերժը բերեց ինքեր Նիկոլ Փաշինյանին, կոճակը սխմին, մանվելին տարան կողին հողի տակ, Նիկոլին բերի։ Նիկոլը նույն ձևով, էլի բանակ չծառայած, թում, սիսի, պուպուլ, ճուճու, չգիտեմ ընդեր, սաղ կողիների մի հատ եկալեք նայեք, ոչ մեկ բանակ չի ծառայել, ոչ մեկ։ Եվ այս մարդիկ չգիտեն զինվորի հոգեբանություն, պարատ կանեն, շքերթ կանեն, ինչ գրողու ցավ կանեն, ընտրություն չլեն, ինքը այդ պարատը չեր անի, ինքը ատում է բանակը, ինքը ենքան է բանակը ատում, որ բանակի զինանշանը փոխում է, անեն զինանշանը դնում, որը համահունչ է ադրբեջանական զինված ուժերի զինանշանին։ Ես վաղը մյուս օր չեմ զարմանա, որ մի հատ պայմանագիր ստորագրվի, որ մեր բանակը մտնում Ադրբեջանի բանակի կազմի մեջ, չեմ զարմանա։ Էդ էլ անելու, այս բոզի տղեն մի օր, սրա վերարտադրումը հայ ժողովրդի վերջն ալնելու։ Տաշիր-մաշիրականների իշխանություն վերցնելը հայ ժողովրդի վերջն ալինելու, հասկացեք սա վերջի, հասկացեք։ Զինվորականներ պիտի այս երկիրը ղեկավարեն, զինվորականներ, որպեսզի վերականգնվի բանակի եւ զինվորի արժանապատվությունը, որպեսզի մենք հասկանանք, որ մեզ հետ չի կարող որևիցե քոչվոր ցեխ մեր վրա չխփելով, մեր վրա կասավատ ըլնելով, մեզ նվաստացնելով, փորձի, չգիտեմ, տարածաշրջան ղեկավարել։ Ախր դուք մտածեք ինչ է կատարվում։ Հենա Ռուսաստանը դրեց փակեց, վերջ բրծավ, հիմա այդ բերքա, պտուղա, բանջարեղենա եւ այլն, էլ չի գնալու Ռուսաստան։ Գյուղաց ինձ սովամա ալնելու։ Եթե գյուղացու թվում որ իա կլուբնիկը կարտոշկեն Բադրջանը կարածախի Թուրքիա, սխալվում է, Թուրքիա դրանից այնքան շատ կա, իսկի թուրքը չգիտի ինչ անի դրա հետ։ Ու է սախելու ինքեր գյուղացի Ադրբեջանը դրա կարիքը չունի։ Հայաստանում էլ այդքան մաս չի մնացել, որ Բադրջան պամիդոր կլուբնիկն ու ծմերուկը առնի։ Նիկոլը գյուղատնտեսության մամանել են բանից արեց, ընկեր գյուղացիներ, որ վազն փաթաթվում եք, ոչխարեք, մորթեմ, հիմա այդ ոչխարի բմբուլին ինչ է բրտին едնեք եք տալու, որովհետև ձեր ապրանքը ձերսկի դուք չեք ուտելու։ Իսկ եթե սահմանը բացվեց, հարգելի գյուղացիներ, այդ արդեն Թուրքիայից կգա, թուրքական ապրանքը, որը մի քանի անգամ ավելի էժան ալնելու, քան ձեր հողամասի կլուբնիկը, այդ դուք էլ կլուբնիկ չեք ցանելու։ Որտեղ ձեր չի տալու ձեզ, թանկ ջուր, թանկ գազ, այդ պառնիկները, որ սա գեղանի սպառնիկը, դրանք հեսա բոլորը թքելու են ասուի փայտիկի, որովհետև գազը, որ հելավ հասավ եվրոպական գների, այդ պառնիկ աշխատացնել այլևս իմաստ չունի։ Սա երկիրը ավիրում է, սա երկիրը քանդել է, փշել է, ոչնչացնել է։ Դուք այդ քանի ֆուտբոլոմաս եք Վարդան Ղուկասյանը քֆուր ատարի, բա Վարդան Ղուկասյանը որ քֆուր չտա, բա ինչ անի այս ամենը տենալու։ Ասի վայ, սրիկան է, սրանք սրիկա չեն, սրանք բոզի տղա է։ Այն Վազգենի քունեն նորից հելենգե մեջա, ինչ պարասում ես, ասում է Պուտինն է մեղավոր։ Արա ռուսը ծնի կոտոնի ցեղը։ Մենք ինչի՞ց ենք խոսում, դու ինչ ես, դու вообще խես հելենգե մեջան։ You have 1 minute left. Ստապվեք, հարգելի ընտրողներ, ստապվեք։ Ես հասկանում եմ շատ դժվար է։ Հիմա կասեք Վարդան Ղուկասյանը ազատության մեջ չի։ Վարդան Ղուկասյանը ազատություն կստանա ամսի 7-ից հետո անմիջապես հենց մտա պարլամենտ։ Գնում ենք ընտրատեղամաս ամսի 7-ին մի մարդու նման եւ ձեր ձայնը տալիս եք համար 15-ի, որպեսզի բոլորին ես կարողանամ լցեմ Զիբիլի ավտոն եւ տանեմ Սովետաշենում թաղեմ Զիբիլի մեջ։ Ամսի 7-ին համար 15։ Ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։